Սարդարապատի զանգերը ղողանջեցին 1918-ի հենց այս օրը։ Բաշապարանի, Ղարաքիլիսայի ու Սարդարապատի հերոսամարտերով հայ ժողովուրդը 9 դար ընդմիջումից հետո աշխարհի քարտեզի վրա վերականգնեց հայոց անկախ պետականությունը։ Ուժասպառ ցեղասպանության արհավիրքից դեռ ուշքի չեկած ժողովուրդը կարողացավ իր մեջ ուժ գտնել ու աշխարհին ցույց տալ այդ ուժի կորովը։ Մայիսի 28-ը ծնվեց հազարավոր հերոսների արցունքից ու արյունից։ Հերոսական այս մարտերում հայկական կանոնավոր ուժերին ու կամավորականներին հաջողվեց կենաց մահու կռիվներում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ, կասեցնելով Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ձգտումը։ Սարդարապատի հաղթանակը ոգևորեց Բաշապարանի ճակատում գործող հայկական ուժերին։ Մայիսի 20-ին գրավելով Համամլուն, թուրքական 39-րդ դիվիզիան շարժվեց դեպի Բաշապարան, աշտարակ Գեղվարդ գծով քանաքեռը գրավելու եւ Երևանը շրջափակելու նպատակով։ Սարդարապատի ճակատամարտը բեկելուց հետո գեներալ Սիլիկյանը օգնական ուժեր ուղարկեց ռազմաճակատի հրամանատար դրոյին եւ նրա գլխավորությամբ հայերը ջախջախեցին թուրքերին ազատագրելով Բաշապարանը։ Այս ճակատամարտում փայլուն ռազմական գործ ցույց տվեց նաեւ Ջահանգիր աղայի գլխավորած եզդիների 1500 հոգանոց հայցյալ ջոկատը։ Հաղթանակի ոգևորությունը Ղարաքիլիսայել հասավ։ Գեներալ Նազարբեկյանը սպայակույտը տեղափոխեց Դիլիջան, Ջալալօղլիի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացավ Դսեղ գյուղում։ Ղարաքիլիսայի շրջակայքում հավաքված հայկական զինուժը Դարպազ գյուղի քահանա Տեր Կոմիտաս Սարգսյանի, Մեսրոպ եպիսկոպոս Տեր Մովսեսյանի, Գարեգին Նժդեհի, գեներալ Համազյանի, գնդապետ Բեյ Մամիկոնյանի գլխավորությամբ մայիսի 25-ից 28-ը հերոսական ճակատամարտ տվեցին թուրքական 10,000-անոց բանակի դեմ։ Ղարաքիլիսայի մարտերով կասեցվեց թշնամու առաջխաղացումը դեպի Դիլիջան ու տապալվեց երիկ թուրքերի հայկական հետքը վերջնականապես ջնջելու մղումը։ Որ կռվող զինվորը մեր ազգի հպարտությունն ու արժանավոր զավակն է, որ Սարդարապատում մեր ազգն ապացուցեց, որ ծանր ժամանակներում համախմբվում է, այսօր կարմիր թելի պես է անցնում։ Նույն Սարդարապատյան ոգին ու շունչը մեր օրեր էլ հասավ։ 44-օրյայի օրերին էլ կռիվ մղեցին պաշտպանելու հող հայրենին։ Անազարկով! Արի, լսում եսի։ Կրակ! Հաղթանակի անզուգական համը ճաշակած հայ ազգը այս օրերին համաձայն չէր որևէ ուրիշ ճակատագրի։ Սա մի նոր Սարդարապատ է եւ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի եւ այդ նպատակի անունն է հաղթանակ։ Սարդարապատի, Բաշապարանի ու Ղարաքիլիսայի դաշտերում հայ գյուղացին, մտավորականը, զինվորն ու հոգևորականը կանգնեցին կողք կողքի ապրելու եւ ապրեցնելու համար։ Դարավոր գերությունից հետո հայը դարձյալ ունեցավ սեփական տունը, սեփական դրոշն ու սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը։ Սա ուխտի օր է, ուխտ հավատարիմ մնալու այն արմատներին, որոնք սնեցին հայկական պետականությունը։ Սա վկայություն է, որ որքան էլ ծանր լինեն մարտահրավերները, միասնականությունն ու հավատը անհնարինը դարձնում են հնարավոր։ Սիրան Շմուրադյան, ժամը լրատվական։